Բոլորին եւ դուք գտնվում եք կրկին իմ ալիքում։ Այս վիդեոն շատ ուսուցողական է, կխնդրեմ նայել մինչև վերջ։ Շատ երեխաներ եւ նաեւ մեծեր YouTube-ում, TikTok-ում, Instagram-ում եւ այլ հարթակներում ինչ որ անհասկանալի թրենդներ են ապարում եւ այդ ամենը գցում այդ հարթակներ։ Այդ ամենը նրանք անում են նրա համար, որպեսզի հավաքեն շատ բաժանորդներ եւ զարգացնեն իրենց ալիքը։ Բայց նրանք չեն հասկանում այդ երգերի թրենդների թարգմանությունները։ Այդ թրենդները լինում են ռուսերեն լեզվով, անգլերեն լեզվով, ֆրանսերեն լեզվով եւ այլ լեզուներով, մենք չենք հասկանում դրանց թարգմանությունները։ Մեր երեխաները ամեն օր այդ թրենդներով պարեր են նկարում եւ գցում տարբեր սոցցանցեր եւ հարթակներ, որպեսզի հավաքեն շատ բաժանորդներ եւ լայքեր։ Բայց նրանք չեն հասկանում այդ երգերի թարգմանությունները, թե այդ թրենդներն ինչեր են նշանակում իրականում։ Օրինակ այս երգում որ իմ անհանգստությունը ինձ շատ դուր է գալիս եւ ես ցանկանում եմ, որ այն ավելի շատանա։ Ես ուզում եմ անընդհատ լինել անհանգիստ եւ լինել անհանգստության մեջ։ Եվ շատ մարդիկ այս երգի տակ շատ պարեր են նկարել եւ հավաքել լիքը լայքեր եւ դիտումներ։ Խնդրում եմ ձեզ, որպեսզի հեռու պահեք ձեր երեխաների նմանատիպ թրենդներից, պարերից եւ նման բաներից։ Ես մի ժամանակ նաև երգել եմ այս երգերը առանց հասկանալու դրանց թարգմանությունները, բայց ես երբ գնացել եմ եկեղեցական ճամբար, այնտեղ ինձ ասել են՝ մի կրկնիր երբեք այս երգերը առանց իմանալու, թե նրանք ինչ են նշանակում։ Քանի որ այդ երգերը կարող են ունենալ շատ վատ նշանակություններ, որոնց տակ պարում են մեր երեխաները, որպեսզի հավաքեն շատ դիտումներ եւ շատ լայքեր։ Որպեսզի ձեր երեխաներին հեռու պահեք այսպիսի թրենդներից, երգերից եւ նման բաներից։ Թող չկրկնեն այս երգերը տանը եւ ընդհանրապես թող չպարեն այս երգերի տակ առանց իմանալու դրանց թարգմանությունները։ Բաժանորդագրվիր, որպեսզի հետագա ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնես։ Իսկ հիմա ստեսություն։